Շուրջ 5 միլիարդ դրամ է կառավարությունը հատկացնելու պետական կառավարման համակարգի պաշտոնյաներին պարգևատրելու համար։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն են գնահատվելու։ Պարգևավճար տալու պաշտոնական հիմնավորումը հետևյալն է՝ պետական կառավարման արդյունավետության բարձրացում և աշխատակիցների կարողությունների զարգացում։ Իսկ ինչպես է որոշվելու այդ արդյունավետությունը։ Խոսել արդյունավետության մասին որևիցե տրամաբանություն չկա, իսկ բովանդակային առումով պետական համակարգի արդյունավետության բարձրացման վրա պարգևավճարները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ։ Պետական համակարգի արդյունավետության համար նախ պետք է ունենալ որակյալ, բանիմաց, փորձառու եւ մասնագիտական ունակություններ ունեցող կադրեր, իսկ առնվազն բարձրագույն պաշտոն զբաղեցնողների մակարդակում նման պատկեր մենք չունենք։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պետական համակարգի արդյունավետության ու պարգևավճարների բաժանումը միանգամայն այլ հարթության վրա է դիտարկում։ Պետական համակարգի մի զգալի մասը հայտնի չէ, թե ինչով է զբաղվում, այսինքն հանրային ինչ բարիք է ստեղծում, հանրության համար ինչ ծառայություն է մատուցում, պետության համար ինչ արժեք է ստեղծում։ Պարգևավճարները տրամադրվելու են կատարողական գնահատականների հիման վրա, որոնք չեն հրապարակվում։ Ավելին, կառավարության ընդունած որոշման 9-րդ կետը նույնիսկ հույժ գաղտնի է ճանաչվել։ Այսինքն հանրությունը պետք է ֆինանսավորի խրախուսումները, բայց իրավունք չունենա իմանալ, թե ինչ չափանիշներով են դրանք բաշխվում։ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Իրինա Յոլյանը այս որոշմանը հակադրում է Սյունիքի մարզում 869 ընտանիքի նպաստից զրկումը։ Մի դեպքում, երբ որ մենք ունենք հարյուրավոր ընտանիքներ, ովքեր սոցիալական ծանր եւ խոցելի վիճակում են, որոնց ընտանիքների բարելավման ուղղությամբ որևէ էական աշխատանք չի տարվել, պարզապես գործարկվել է մի մեխանիզմ, որի արդյունքում ավտոմատ կերպով այդ ընտանիքները դուրս են մնացել սոցիալական աջակցություններ ստանալու հնարավորությունից։ Մյուս դեպքում հանրային միջոցները, այն որ արդեն չզեկուցվող հարցերի համատեքստում է քննարկվում, դա այսպես ասած պետական գանձարանի կողոպուտ է։ Այդուամենայնիվ, Ուժեղ Հայաստան կուսակցությունը չի ստանալու պարգևավճարներ։ Այսպես էր հայտարարել կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Իրինա Յոլյանը չի ժխտում, արված հայտարարությունը ընդունելի է բոլոր անդամների համար։ Եվ մինչ կառավարությունը խոսում է արդյունավետությունից, ընդդիմախոսները հարցնում են, որտեղ են արդյունավետության չափելի արդյունքները։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով պետական համակարգի արդյունավետությունը պարգևավճարներով չի բարձրանում, եթե համակարգում չեն իրականացվում իրական բարեփոխումներ, իսկ առանց հրապարակված կատարողական ցուցանիշների պարգևատրումների տրամաբանությունը մնում է անհասկանալի։ Հասկանանք, այս առաջ երամսյակում թող հրապարակեն յուրաքանչյուր նախարարության առջև ինչ խնդիրներ դրված, տեսնենք այդ խնդիրը արել են, թե ու գերակատարել են, այսինքն հիմա այն առաջ երամսյակում երկրորդ երամսյակի գործնել են արել, հիմա եթե այդ ամեն ինչ լավ է, տենց լավ գնահատել են, ինչի չեն ուզում այդ արդյունքներով կիսվեն մեր հանրության հետ, ժողովուրդն է ուրախանա ու գնահատի իրենց տենց փայլուն աշխատանքը, ասի հալալա, հələ մի բան է ավել տվեք պարգևավճար։ Փակ է նաև մեկ այլ կարևոր տեղեկություն, ով որքան գումար է ստանալու։ Նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների եւ պատգամավորների պարգևավճարները չեն հրապարակվում։ Եթե այդ միջոցները հանրային միջոցներ են, գաղտնի պահել հանրությունից չքննարկել, արդյունավետությունը չքննարկել, արդեն իսկ խոսում է դրա խնդիր լինելու մասին։ Նախկինում պաշտոնյաները հրաժարվել էին պատասխանել այս հարցին, առաջարկելով սպասել հայտարարագրերի հրապարակմանը, որոնք հասանելի կդառնան միայն մոտ 1 տարի անց։ Իսկ թե իրականում ինչի համար են պարգևավճարները, ըստ Առաքելյանի, պատճառն ակնհայտ է։ Ինչպես դեկտեմբեր-հունվար ամիսներին նախընտրական նպատակ էր հետապնդում մոտիվացնել պետական ծառայողներին ընտրել եւ զբաղվել ակտիվ քարոզչությամբ, կիրառել վարչական ռեսուրս ամեն մեկը լիազորությունների շրջանակներում, հիմա երկու մասի կարելի է բաժանել, մեկը հետընտրական շնորհակալությունն է արդյունքների համար եւ առաջիկայում թիմ ընտրություններ են, նորից դրան է վերաբերվում։ Սա, սակայն, նոր պատմություն չէ։ Անցյալ տարվա վերջին հայտնի դարձավ, որ պատգամավորները ստացել էին ավելի քան 3 միլիոն դրամ պարգևավճար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 12 միլիոն դրամ, իսկ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նույնիսկ չէր հիշում, թե ինչքան էր փոխանցվել իր հաշվին՝ 7 թե 8 միլիոն դրամ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։